Հաղորդաշարերը նկարահանվում են Գարիկի մոտ հանգստյան տներում։ Հաղորդման գործընկերն է Maison Vemian բրենդը։ Ողջույն, ես Նաիրա Մովսիսյանն եմ եւ ես եկել եմ քեզ ասելու, որ ժամանակն է մի փոքր հանդարտվելու։ Ես հասկանում եմ, որ դու կարող ես լինել ակտիվ կամ լիդերային քո աշխատանքի մեջ դրսում առօրյա կյանքում։ Բայց այսօր խոսելու եմ ընտանեկան կյանքից, որը որ կախված է հենց քեզնից, որովհետև ընտանեկան ամեն մի պատը սյունը ստեղծվում է կնոջ հանդարտությունից, կնոջ լռությունից եւ իհարկե կնոջ համբերատարությունից։ Իսկ մենք չգիտեմ ինչի կատաղի արագությամբ փորձում ենք հավասարվել տղամարդկանց։ Տղամարդը առհասարակ իր տեսակով այն մարդն է, ով որ պետք է աշխատի դրսում եւ ամբողջ ֆինանսը վերցնելով բերի տուն եւ մեզ երջանկացնի, որն էլ մենք տարաբաժանելով կկարողանանք հոգսերից թեթևացնել տղամարդուն։ Ժամանակն է եկել լռության։ Եթե ուզում ես ինչ-որ մի բանի հասնել քո ընտանիքում, ապա պետք է այն աշխատանքային, հոգսաշատ եւ դեպրեսիվ կյանքդ թողնես դռնից դուրս։ Ինքնահաստատման ժամանակը չէ, կայանալու ժամանակը չէ, որովհետեւ ժամանակին, երբ որ միմյանց ընտրել եք, արդեն այդ բոլոր հարցերի լուծումները միմյանց հետ տվել եք։ Հիմա ժամանակն է համբերատարության։ Ես հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք ուզում ենք երևալ ինքնավստահ։ Մեզ թվում է, որ երբ որ մենք քիչ ենք խոսում կամ շատ դեպքերում համաձայն չլինելով հանդերձ համաձայնում ենք մեր կողակցի հետ, ապա մենք ինչ-որ միտեղ թույլ ենք։ Արի քեզ հիասթափեցնեմ ու ասեմ, որ գիտես ինչ, Աստված ստեղծեց կնոջը որպես թույլ էակ։ Մի փորձիր հավասարվել այն անձին, ով որ քեզ պետք է լինի տեր, այլ ոչ թե հնազանդ։ Եվ նաև զուգակցելով, որ քո լռության պատճառով, քո սեղմ լինելու պատճառով, քո հավաքական կերպար լինելու պատճառով եւ շնորհիվ քո տղամարդը շատ հանգիստ կարող է նաև հնազանդվել ամենաանհնազանդելի քայլերիդ հետ եւ խոսքիդ եւ կարծիքիդ հետ։ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Գարիկի մոտ։ Հարմարավետ հանգիստ նախատեսված մինչև 20 հոգու համար։ Դրախտային միջավայր լճի ափին, բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, հարմարավետ ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակներ եւ խաղային գոտի հատուկ երեխաների համար։ Ստուգեք առաջիկա հասանելի օրերը այցելելով 3w.garikimot.com, ամրագրեք տեղերը նախապես 5 աստղանի առանձնատներից որևիցե մեկում եւ դարձրեք ամառային օրերը անգերազանցելի։ Գարիկի մոտ տապից պաշտպանվելու լավագույն լուծումը։ Անընդհատ ինչ-որ մի թեմայի մասին խոսելիս անդադար եւ գրելիս եւ ամեն վարքյան հիշեցնելիս դու դրանով ստիպում ես, որպեսզի տղամարդը վանվի այն ընտանիքից, որ իր համար պետք է լիներ միակենասյունը, որտեղ նա պետք է աշխատանքից հետո վերադառնա տուն։ Տարօրինակ չէ քեզ համար արդյոք, որ միշտ կարծիք ես հայտնում սկզբից ուրիշ էր, հիմա դարձավ ուրիշ։ Ինչու՞մ է խնդիրը եւ ինչպես պետք է լուծումը տալ։ Առաջինը դիմացին մեղադրելուց պետք է մտածես, որտեղ ես դու սխալվել, որտեղ է քո թերությունը եւ որտեղ է, որ դու որպես ընկեր չես փորձեր հասկանալ քո կողակցին։ Գիտես, հարցեր տալու փոխարեն պետք է ընդհանրապես հետաքրքրվել, հստակ տալ հարց, հետաքրքրասիրական, որպեսզի շոյես տղամարդուն, որ քեզ իր առօրյան հետաքրքիր է։ Թե չէ, երբ որ հոգնած գալիս է տուն ու ասում ես ոնց ես էլի հոգնած, դու արդեն մարդուն կրկնակի հիշեցնում ես, որ նա դեպրեսիայի մեջ է այսօր, որ նա հոգնած է, որ իր աշխատանքում ինչ-որ մի բան թերի է։ Ընդհանրապես կարելի է հարցնել, թե ինչպես է անցել առօրյադ եւ ինչ դրական լիցքեր ես դու ստացել, որի պատասխանների ընթացքում որպես կին լռությամբ եւ քո հանդարտությամբ կարող ես տղամարդուն մի փոքր հանգստացնել։ Սուրճի, թեյի կամ ընթրիքի սեղանի շուրջ կարող ես լռությամբ ընկալել եւ լսել, թե ինքը ինչ է ասում եւ ինչ է պատմում։ Հիմա կարող են շատերը, ովքեր լսում են, ասեն, չէ, իմ ամուսինը չի խոսում, իմ կողակիցը չի պատմում։ Բա ինչի համար ես դու, եթե պետք է քեզ չպատմի, քեզ հետ չկիսվի եւ քեզ հետ նա իր հանդարտությունը եւ անդորը չգտնի։ Տարօրինակ կերպով այս ժամանակաշրջանները այնպես են թելադրում, որ թվում է, թե ես իրան լսում եմ, ինքը ինձ պարտավոր է։ Ոչ մեկի համար պարտավոր չի։ Երբ որ մենք ըստ առաքելական եկեղեցու կարգոկանոնի ասում ենք տեր եւ հնազանդ տիկին եւ ամուսին
հարաբերակցության մեջ տարբերություն է դրվում, չեն ասում, չէ, տերեմ եւ տերեմ, հնազանդ եմ եւ հնազանդ եմ։ Հետեւաբար հնազանդությունը չադրանչի կամ հնազանդությունը վադալազկա հագնել եւ գլուխը կախ ոտքերի տակ նայել քայլելը չէ, այլ այն, որ դու որպես խոհեմկին պետք է ուշի ուշով լսես, ընկալես, եթե կարծիք է հայտնում, անպայման պատասխանես, եթե չի հայտնում, մի քիթդ խոթիր այնտեղ, որտեղ քոնը չէ։ Բայց նորից կրկնում եմ, որ ամենակարևորագույն եւ առաջնային ֆակտորը կա անձնական կյանքում, դա լավագույն ընկերներ լինելն է, միմյանց հետ խորհրդակցելը, միմյանց հետ կարծիք կիսելը։ Պատմել լավագույնից, պատմել վատագույնից, պատմել էմոցիաներից, պատմել այն ամենից, ինչը ձեզ հուզում է, եւ անշուշտ չմոռանալ ամեն վարքյան այն մասին, թե ինչ էմոցիայով եւ զգացմունքով եք դու սպասում, թե երբ է գալու մի օր, երբ որ դու միանաս եւ ապրես մի տանիքի տակ։ Բայց մենք կանայքս մեր լրբության, լաչառության եւ ակտիվության պատճառով եւ դրսում լիդեր լինելու պատճառով, որը բերում ենք տուն, խանգարում ենք մեր տան անդորը։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ տան սյուները, պատերը, ամեն բան, եթե վերանորոգվում է, դա շնորհիվ կնոջ է, եթե քանդվում է, դա եւս կնոջ պատճառով է։ Անկախ այն ամենից, թե ինչ կենսագրություն ենք մենք ունենում առաջ եւ ինչ ապրելակերպ եւ ինչ քայլեր ենք անում մեր կյանքում, փորձեք այդ սխալների շնորհիվ ոչ միայն սովորել, այլ նաև իմաստանալ, ինքնակրթվել, որովհետև չէ որ այն ընտրությունը, որը որ մենք արել ենք, դա մեր անձնական ժամանակի զոհաբերումն է։ Իսկ որպեսզի մենք զոհաբերում այդ հրաշք ժամանակահատվածը չընկալենք, հետևաբար պետք է սերը եւ հարգանքը պահենք եւ ավելացնենք։ Այո, դոզաները շատացնել է պետք, որովհետև նույնիսկ մարդիկ, ովքեր սուրճ են խմում ամբողջ կյանքում, տարատեսակ սուրճերի շնորհիվ կարողանում են որոշակի լեվելները բարձրացնել։ Բայց ինքը մնում է սուրճ, այսինքն ամուսինը մնում է ամուսին, սիրո դոզան ենք ավելացնում հոգատարության, հարգանքի, նույնիսկ եթե ապշահարում լինի, որպես դու երեք սենց չէիր, այսօր ինչի սենց դարձար, այդպես էլ է լինում, քո շնորհիվ է, քո ջանքերի շնորհիվ է, քո սիրո շնորհիվ է, երբևէ մի զլացեք փառաբանել տղամարդուն, երբևէ մի զլացեք բարձրացնել տղամարդուն, որովհետև եթե շատ հետևողական լինենք, կհասկանանք, որ մեզ համար սիմվոլ որպես հենց առաջնային լինում են մեր տան տղամարդիկ, կլինի եղբայր, հայր, մտերիմ ընկեր, հետո արդեն մեծանում ենք եւ բնորոշ մեր տեսածի ընտրում ենք հակառակը կամ նույն տեսակը տղամարդու, հետեւաբար քո իդեալական սենց ուղեղում պատկերացրած տղամարդը հենց հիմա ապրում է քեզ հետ։ Հիմա դու ինձ ասում ես, բայց ես տենց չէի պատկերացրել իմ կողքինին։ Ես քեզ հավատացնում եմ, որ քո ենթագիտակցությունը հենց ուզել է այն, ինչ որ դու ունես հիմա։ Դու տեսնում ես այն տղամարդուն, ում որ դեպի քեզ ձգել ես, որովհետև ընտրությունը միշտ մեզն է, մենք ենք ընտրողը, ով պետք է լինի մեզ հետ, ով պետք է շփվի մեզ հետ, ով պետք է ընտանիք կիսի մեզ հետ եւ առավել եւս ով պետք է լինի մեր հրաշք բալիկների հայրը։ Գեները ումը պետք է լինեն, դա քո ընտրությունն է, հետեւաբար նայելով քեզ եւ քո ընտրությանը պետք է հիանաս եւ երջանկանաս, որ դու որպես կին կարողացել ես այնպիսի կայուն ընտանիք եւ հարաբերություն ստեղծել, որը միմիայն ինքդ քեզ համար նույնիսկ նախանձելի է։ Ես քեզ խնդրում եմ եւ պահանջում, որպեսզի սովորես լռել, եթե բան ունես ասելու, գոնե մինչեւ 10 հաշվի մտքում, կարծում եմ կմոռանաս եւ էլ չես խոսի, որովհետեւ անընդմեջ գլուխը տանող կանայք երբևէ չեն սպասի ընթրիքի ճիշտ ժամը իրենց ամուսիններին։ Նույնիսկ սպասելու դեպքում կհիասթափվեն, որովհետև ամուսինը կվերադառնա շատ ուշ կամ չի վերադառնա։ Ես հավատում եմ, որ կարողանում եմ քեզ տալ փոքրիկ ինֆորմացիաներ, որի շնորհիվ դու կկարողանաս քո կայուն, հաստատուն, զգացմունքային եւ ոգևորված էմոցիոնալ ընտանիքը պահել։
Ես քեզ հավատում եմ ինչպես միշտ։